2020 թվական, սեպտեմբերի 27, 7:10 րոպե, Արցախն արթնացավ թշնամու անօդաչու թռչող սարքերի մասին զգուշացնող օդային տագնապի ազդանշանից։ Րոպեներ հետո հայտարարվեց, որ Ադրբեջանը Արցախի շփման գծի երկայնքով հարձակում է սկսել իր ամբողջ արսենալի կիրառմամբ։ Թշնամին ինտենսիվ հրետակոծում էր նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Առաջին օրը հայտարարվեց, որ պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցրել է հակառակորդի գործողությունները, մի քանի ուղղությամբ հետ շպրտել հարձակումները։ Պատերազմն հայտարարավ, պատերազմը ստնատանը։ Հայաստանում եւ Արցախում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարվեց։ Մարտերը շարունակվեցին բոլոր ուղղություններով ու նույն ինտենսիվությամբ։ Համազարկով! Եկեք պայմանավորվենք, որ մենք երբեք մեզ այլևս ինչ էլ լինի։ Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական եւ անշրջելիորեն։ Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի։ Հայաստանում եւ Արցախում ձևավորվեց միասնական տեղեկատվական շտաբ։ Սկսեց տարածվել «Հաղթելու ենք» հեշթեգը։ Մարտերը ծանր են, բայց հայկական զինուժը շարունակում է ոչնչացնել ադրբեջանական տանկերն ու զրահատեխնիկան։ Ռազմաճակատից պարբերաբար ստացվող տեղեկություններն էին։ Արցախի Մարտունիում թշնամին թիրախավորեց լրագրողներին։ Հրետակոծությունից ծանր վիրավորում ստացան ֆրանսիական հայտնի Le Monde պարբերականի թղթակիցները, վիրավորվեցին նաև հայ լրագրողներ։ Լավ մնաս։ Առողջություն։ Անտեսելով գերտերությունների կոչը, Ադրբեջանը շարունակեց թեժ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով։ Հաջորդող օրերին թշնամին հայտարարեց նաև նոր բնակավայրեր գրավելու մասին։ Հայկական կողմը տարածքներ կորցնելու մասին լռում էր։ Պատերազմի 12-րդ օրը հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրթիռակոծվեց բերդաքաղաք Շուշիի խորհրդանիշը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին։ Նոյեմբերի 4, գործողություն Գյորբագյոր։ Պաշտպանության բանակն այսպես անվանեց Շուշիի մատույցներում Ադրբեջանի վարձկան ջոկատների ոչնչացումը։ Հրապարակվեց նաև Բերդաքաղաքի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման վերացման բացառիկ տեսանյութ։ Նոյեմբերի 8-ին հանրային հեռուստաընկերության եթերում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արսրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն ընթանում է վերջին 3-4 օրերին, նոյեմբերի 9-ին կավարտվի։ Օրվա ավարտին էլ զինուժը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես է հակառակորդը փախուստի դիմում Բերձորի լեռներից։ Նոյեմբերի 9-ը Արցախի եւ Հայաստանի պաշտոնյաները հանդես եկան հակասական հայտարարություններով։ Նախ Facebook-ի էջում գրառում կատարեց Արցախի նախագահի խոսնակը։ Վարան Պողոսյանը գրեց, որ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրեց. Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Դրան հաջորդեց ՊՆ-խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումը, որտեղ նա վերահաստատեց վարչապետի գրառումը։ Կեսօրին ՊԲ-ն հայտնեց, որ Շուշի Քարինտակ հատվածում թշնամին կրել է մեծաթիվ կորուստներ։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում հայտնեց. Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 1-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել։ Ժողովրդին հղած ուղերձով հանդես եկավ նաեւ Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որոշումը կայացրել են ստիպված ավելի շատ զոհերից խուսափելու համար։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։